Կա ուրիշ մեկը, որ դատավորներին զանգում է։ Օրինակ Լիպարի Դրմեյանի ունեցվածքը ուսումնասիրելու մասին։ Ես չեմ ճանաչում տարիներ շարունակ խոսել եք եւ դրանից հետո։ Ես չգիտեմ Լիպարի Դրմեյանի կներեք։ Ղազարյան շարունակելով Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի երկընտրանքի թեման, խնդրում եմ ասել, արդյոք ԵՄ-ից ցուցաբերում են մեր նկատմամբ նույն շտապողականությունը կողմնորոշվեք ԵԱՏՄ թե ԵՄ, ինչ որ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից եւ ԵԱՏՄ-ից է ցուցաբերում։ Առաջին հարց եւ երկրորդը, քանի որ խոսվեց Եվրամիության անդամակցության տեխնատության գործընթաց սկսելու մասին, արդյոք պետք է մոտ ժամանակները սպասել հիբրիդային հերթական արշավին այս գործընթացը տորպեդահարելու ուղղությամբ եւ մասնավորապես տարածաշրջանի որ երկրներից պետք է սպասել նման հարցակում։ Հիբրիդային արշավները Հայաստանի նկատմամբ թույլ տվեք ասել, որ չեն դադարել եւ չեն դադարելու, քանի խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժերը բառացիորեն կրկնում են Ռուսաստանի Դաշնությունից եկող թեզերը։ Մենք ականատես ենք եղել, եւ որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումները մեկ-մեկին կրկնել են Հայաստան Դաշնքի անդամները, ցավոք սրտի ականատես եղանք, որ Մարիաննա Ղահրամանյանը նույնպես կրկնում է Ռուսաստանից եկող հստակ դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ ժամանակը իհարկե ցույց կտա, լիահույս եմ, որ ուժեղ Հայաստանը կորթեգրի այլ ձեռագիր, բայց այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ նրանք մեկ-ին մեկ կրկնում են այս ուրեմն մարտավարությունը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ից, մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ շատ անկեղծ ենք, մենք ԵՄ-ի գործընկերներ, մեր ԵՄ գործընկերները շատ անկեղծորեն գնահատում են այն ճանապարհը, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը անցնի եւ որևէ շտապողականություն այս մասով ես չեմ նկատի։ Քանի որ Տիկին Ղահրամանյանի անունը արձարծեցիք, Տիկին Ղազարյան թույլ տվեք մի հարցեր, վստահ եմ տեսել եք տեսագրությունը, որը ես երեք հոդյակից հրապարակել էի, որպես փորձառու պատգամավոր եւ որպես անաչառ դիտորդ, խնդրում եմ Տիկին Ղազարյան, լուսավորեք ինձ եւ ամենքին, Տիկին Մարիաննա Ղահրամանյանը ինչ գործողություններ իրականացնում, որը ֆիքսել էր իմ տեսախցիկը, երբ որ կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության։ Ակնհայտ է, որ Տիկին Ղահրամանյանը փորձել է քվեարկել իր գործընկերոջ փոխարեն, թվում է թե չի հասցնում գրանցվել, բայց այն որ փորձը տեղի ունեցել, ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին մտնել եւ իրանք գնահատեն ինչ է տեղի ունեցել։ Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդանում որևէ մեկի փոխարեն քվեարկել չի կարելի, եւ եթե չեմ սխալվում, իրավապահ համակարգը թող ինձ արձագանքի, սա նաեւ օրենքի մակարդակով արգելված արարք է մեկի մյուսի փոխարեն, բայց ակամայից ես հիշեցի այն տեսանյութերը, որ ես տեսնում էի նախկինում հանրապետականի ժամանակ եւ մեկի մյուսի փոխարեն քվեարկում էին, եւ որ մենք ասում ենք, որ իրենք ոչ միայն հայր-որդի ժառանգականությամբ հանրապետական են, այլ նաեւ բովանդակությամբ ապացուցվեց, որ նաեւ վարքով։ Իսկ ԱԺ-կանոնակարգի խախտում չէր հանձնաժողովների նախագահների ընտրությունը կանգնեցնելը եւ կառավարության ծրագիրը անդիմությունը հակառակը չի պնդում, որովհետև եկել եւ մասնակցել է գործընթացին։ Ուրեմն անսկզբունքային են, որ նկատել են սահմանադրականության խախտում եւ եկել ու մասնակցել են քննարկման։ Ուզում եմ ասել, որ կառավարության ծրագիրը այն միակ հարցն է, որի համար օրակարգը կարող է ընդհատվել եւ քննարկվել։ Իսկ եթե իրենք եկել եւ քննարկել են, թույլ տվեք ասել, որ իրենց պատկերացմամբ օրենքի կամ սահմանադրության խախտման հանցակից են դարձել իրենց մասնակցությամբ, քվեարկությամբ նաեւ։ Շնորհակալություն։ Վերադառնալով օլիգարխների հարցին, Հայաստանում բացի այդ շրջանակից, որի հետեից ուրիշ մեծահարուստներ չկան օլիգարխներ։ Դե գիտեք, հիմա դուք համ մեղադրում եք, որ մենք քաղաքական հայտարարություններ ենք անում եւ մյուս կողմից ասում եք, դե մի հատ նշեք իրավապահ համակարգը ում հետևից գնա։ Իրավապահ համակարգը պետք է իր առաքելությունը կատարի բարձր մակարդակով, ուսումնասիրի եւ գնա բոլորի հետևից։ Եթե ձեր ակնարկը այնա, որ մենք ունենք սիրելի եւ չսիրելի օլիգարխներ, ոչ նման բան չկա։ Եվ ես չէ, որտեվ ակնարկը անընդհատ այդ ուղղությամբ հատանում Հայաստանի Հանրապետությունը բոլորը հավասար են։ Ես արձագանքում եմ ձեր շնորհիվ նաև խորհրդարանական ընդդիմությանը եւ եթե ակնարկն այդպեսին է, իրավապահ համակարգը պետք է գնա բոլորի անխդիր բոլորի հետևից, ինչպես վարչապետը իր ելույթում նշեց, այն մարդիկ, ովքեր կգողանան Հայաստանի Հանրապետությունից, կխախտեն օրենքը, պետք է խստագույնս պատժվեն։ Առանց բացառության մեր բարեկամների, մեր ընկերների, մեր ծանոթների եւ նույնը վերաբերում է իհարկե վարչապետի բարեկամներ ընկերներին։ Իհարկե գիտեմ, բայց ես գիտեմ նաեւ որ լրագրողը տրամադրում է պատգամավորին հարթակ հասարակության հետ խոսելու համար եւ շնորհակալ եմ ձեր հարցի համար եւ հնարավորության համար արձագանքելու հանրությանը։